Մարզաշխարհում հայոց եռագույնը եւ Հայաստանի անունը պատվով բարձր պահած հայտնի մարզիկները միացել են Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի շինարարական աշխատանքներին։ Սրա մասին իր Facebook-յան էջում տեսանյութով կիսվել է Գագիկ Ծառուկյանը։ Մեր չեմպիոնները նվիրումով մասնակցում են շինարարական աշխատանքներին, իրենց ուժով եւ հավատով դառնալով այս պատմական նախաձեռնության մասնակիցը։ Ինչպես մրցահարթակներում են նրանք պայքարում Հայաստանի հաղթանակի համար, այնպես էլ այստեղ են միասին կերտելու մի կոթող, որը հավերժ կմնա որպես ազգային վերածննդի եւ ներքին համերաշխության խորհրդանիշ, գրել է Ծառուկյանը։ Արթուր Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը, Մալխաս Ամոյանը, Հոքսեմ Միրզոյանը, Հրիփսիմե Խուրշուդյանը, Վաղինակ Գալստյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Աշոտ Դանելյանը, Կարեն Մնացականյանը եւ Իսրայել Միլիտոսյանը այցելել են Հատիս Լեռ շինհրապարակում միանալով շինարարներին եւ ցուցաբերելով իրենց վերաբերմունքը Ծառուկյանի նախաձեռնած գործի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 9-ին Հատիս Լեռան գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան հուշահամալիրի շինարարության մեկնարկը։ Այս տարվա մայիսի 14-ին Ծառուկյանը հայտնեց, որ արձանը պատրաստ է եւ կբացվի 2026 թվականի վերջին։ Այս գաղափարին ի սկզբանե դեմ են արտահայտվել Մայր Աթոռը եւ Գերագույն հոգեվոր խորհուրդը, պարզաբանելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ հայ առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական եւ պաշտամունքային ավանդույթին։ Հարթաքանդակ կարող է լինել, արձան ոչ։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական էր արձագանքել Ծառուկյանի գաղափարին, քանի որ ըստ նրա այն կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։